Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, եթե դիտում եք մեզ, դա նշանակում է ժամը 22:45 րոպե եւ դուք Քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքում եք։ Ձեր էկրաններին ձեզ հետ են այս պահին Քաղաքագետ Արամ Ավետիսյանը եւ ես Արթուրս։ Ողջունում եմ ձեզ, ողջունում եմ Արամ քեզ, սիրելի հայրենակիցներ, դուք ձեզանից շատերը տեղյակ են, որ մեկ շաբաթ առաջ մեր եթեր հեռարձակելուց մեկ օր առաջ մեր նկարահանումների օրը ինչ միջադեպ տեղի ունեցավ, Արամենց բնակ Արամի տան դիմաց եւ այսօր խոսելու ենք այդ տվյալ միջադեպից ուզում եմ ինչ հիմնական եթերին անցնելը շնորհակալություն հայտնել ձեզ ձեր անհանգստության համար ձեր աջակցության համար բոլոր այն քաղաքացիներին ովքեր մտահոգ են ովքեր թե իրենց զանգերով թե գրելով փորձել են մեր կողքին լինենք մենք զգացված ենք ձեր յուրաքանչյուրի գրած նամակը անհատապես կարդացել ենք իհարկե նաեւ վիրավորական նամակներ են եղել բնականաբար վիրավորանք գրողներին պատասխանում եմ կարելի ասել նույն վիրավորանքով ինչով որ գրել են եւ Արամ խնդրեմ հիմա մանրամասներ ներկայացնես դեպքից եւ այսօր սիրելի հայրենակիցներ մեր եթերի ընթացքում նաեւ տեսանյութը քիչ անց կտեղադրենք կցուցադրենք ինչպես է եղել միջադեպը որը բացառիկ տեսանյութ է եւ ֆիքսել է հենց շքամուտքի տեսախցիկը եւ էլի տեսախցիկներ կան որոնք ֆիքսել են ուղղակի նախաքննական մարմնի հորդորով այս պահին ցուցադրել չենք կարող խնդրեմ Արամ խոսքը քեզ Ողջույն Արտուր, նաև ողջունում եմ մեր սիրելի հայրենակիցներին, ուզում նշեմ, որ մեզ հետ ամեն ինչ նորմալ է, ինձ քիթս է կոտրված, մնացած առումով ոչ մի խնդիր չունեմ, առողջական շատ արագ ես ոտքի եմ կանգնել եւ շատ արագ ոտքի եմ կանգնել, որովհետեւ ի տարբերություն այդ նրանց թռած լակուտ-լուկուտների, որ տալել են իրենց համապատասխան կյանքի փեշի տակ են մցրել մեծ դուխով տղեկը, որ բանակից թռել են այդ նաև համասեռամոլ են ինչև իմ ընկալմամբ այդ թուլեքը, մենք ամեն ինչի մեջով անցել ենք, այդ իսկ պատճառով չենք դժգոհում, չենք բողոքում, հիմա կյանքում ամեն ինչ պատահում է եւ ես վստահ եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, որ սրանք sense խարխարում են արդեն Մոսկվայում վերենգած զակազներ են տալի, այս պորնիկի տղերքը Եվ այս կոնտեքստում սիրելի հայրենակիցներ ուզում եմ ասեմ, որ իմ հետ ամեն ինչ կարգին է, ամեն ինչ շատ լավ է, մենք մեր ճանապարհից չենք շեղվում, նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք որ ուղղակի չեմ հասցրել պատասխանել հաղորդագրություններին, որ աջակցել են մեզ մեր կողքին են, նաև ուզում եմ շնորհակալություն հայտնեմ այն մարդկանց, որոնք որ իրենց եթերներով, իրենց գրառումներով աջակցել են մեզ, եւս մեկ անգամ շնորհակալ ենք, շատ զգացված ենք եւ ուզում եմ նշեմ, որ մենք դեռ շատ մեծ անելիք ունենք, շատ կարևոր գործ ունենք, որովհետեւ մենք սրանց ասել եմ, բոմժ ենք սարքելու, իրանց մերու մանուկով, դա չի քննարկվում։ Եվ նաեւ օգտվելով արդյունքից ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնեմ ոստիկանության Շինգայիթի բաժնի պետ գնդապետ Արտուր Մկրտչյանի գլխավորությամբ, որոնք շատ օպերատիվ կերպով գործեցին եւ ուղղակի շատ արագ բացահայտեցին հանցագործությունը, հանցագործներին եւ այսօր գործը գտնում արդեն գիտեք այլ մարմիններում, քննչական կոմիտեում եւ այլ մարմինների աշխատանքը գնահատելով մենք ապագայում եւս գնահատական կտանք այդ աշխատանքին ուզում եմ նշեմ սիրելի հայրենակիցներ, որ մեզ համար ամեն ինչ պարզ է, գիտենք ով է պատվիրատուն, ոնց է որ Էշմիածից ոնց այդ պորնիկի տղեն դուրս եկե, հասե, ով է իրան սպասե, ինչպես են դահանակարած եղել, այդ ամեն ինչից մենք տեղյակ ենք, ամեն ինչը գիտենք, ուղղակի քանի որ նախաքննություն է գնում եւ նախաքննական մարմինը հորդորել է որ մանրամասներ չներկայացնենք, այդ իսկ պատճառով չեմ ուզում շատ ծավալվեմ, ուղղակի դուք տեսանյութը կտեսնեք, թե ինչպես են ինձ ուղղակի հետևից գալի խփում եւ ես նշել էի, որ այդ հետևից խփողներին ես չեմ պատրաստվում ինչ-որ խփեմ կամ իմ խոսքը իրանց հերիք է եւ նշել էի, որ Մոսկվայի կենտրոնում Ասուտա Մադրե իտալական ռեստորան կա, այնտեղ կարան հավաքվեն իրանց կայանիքով, իրանց տանեքերով, այդ գիտեն ես ում մասին եմ խոսում, ուղղակի նորից եմ նշում, նախաքննությունը թող ավարտվի, արդեն անուններով կասեմ, որովհետեւ գիտեմ ով է զակաշճիկը, բայց Ռոբերտ Քոչյան եւ Եզրաս այդ ձեր ճտեին հավաքեք պորնիկներին ձեր տան էքերին, այդ պուտանկեքին, այդ Մոսկվայի այդ զակաշճիկներին իրենց խնամիներով, իրենց ամեն ինչով Ասուտա Մադրեում հավաքվեք կնանիքով։ Ու իմացեք մի բան, այդ ինձ խփելու համար ես ձեր տան էքերին, ձեր պուտանկեքին
ինձ հետևից եք խփե, ես աստա մադրեում եզասնել կգա մոմ կպայի։ Հետևից ուրիշ բան եմ անելու, լրփի տղեկ, պորնիկի վաստակներ, դուք տեղը չբերեցիք։ Բայց մենք հետևություն ենք անում այս ամեն ինչից եւ մտնում ենք պայքարի նոր փուլ։ Դուք դեռ շատ եք փոշմանելու, անիկնասեր չմոներ։ Սարքելու եմ ձեզ չուլ, չմո։ Հա ժողովուրդը թքելու է ձեր տան էքերի ձեր երեսին, արա, այ պուտանկի տղեկ։ Եվ Արտուր ներողություն եմ խնդրում, բայց մի շատ կարևոր հարցի եւս եմ ուզում անդրադառնալ, որովհետեւ ինձ անդադ տեսանյութ են ուղարկում, որ նաեւ ինչ-ինչ քաղաքացիներ կան, որոնք որ գրառումներ են կատարել եւ նաեւ տեսանյութեր, որ ասում են, որ մենք դեմ ենք բռնությանը, ափսոսում ենք, որ նման բան ա եղել, բայց համաձայն չեն իմ հետ, որտեղ ինչ որ ասում են ես ընտանիք եմ մտնում, ինչ որ մարկանց ինքնասիրություն եմ վիրավորում։ Նախ եւ առաջ ես նշեմ սիրելի հայրենակիցներ, որ անկախ ամեն ինչից մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում եւ 21-րդ դարում ցանկացած մարդու կարծիք մեզ համար ընդունելի է, պետք չի որ բոլորը մեզ նման մտածեն համակարծիքներ, մենք ունենք մեր ճանապարհը, մեր տեսակետը, հարգում ենք ցանկացած կարծիք, բայց այդ խորհուրդ տվողներին, որոնց ինքնասիրությունից են խոսում, ինչ-որ ասում են ընդդիմության ղեկավարների ես ինքնասիրություն եմ վիրավորել։ Նախ եւ առաջ ուզում եմ նշեմ, որ նրանք ինքնասիրություն չունեն, որ ես վիրավոր եմ մեկ, եւ երկրորդը, այդ որը այդպես գրում եք, այդպես բաներ եք խոսում, ասում եք մենք վարչապետին ենք աջակցում, բայց դուք դեմ եք, որ ինչ-որ իմ այդ չես հայրանք էլ չեմ տվել։ Գնահատականներ եմ տվել process-ներին, հեսա կմանրամասնեմ ինչ գնահատականներ եմ տվել, բայց այդ որ ձեր ում որ աջակցում եք, ձեր վարչապետին Նիկոլ Փաշինյանին Սյունիքում, որ այն ամենավերջի քֆուները տալիս էին, մերու մանուկ էին քրվում։ Հենց այդ ձեր ասած ընդդիմության առաջնորդների կազմակերպածով, այդ որ Միշիկը ֆեյք էր բացե, Աննա Հակոբյանին ամենավերջի լկտի քֆուներն էին գրում։ Բայց այդ ժամանակ դուք հիմա ծպտուն չէիք անում։ Հիմա ձեն հանեիք, հիմա պատասխանեիք։ Թե հիմա այտենց մենք գործունեություն ենք ծավալել, սաղին իրանց տեղը ցույց ենք տվել, ոգևորվել եք։ Ուրեմն լսեք, ձեզ ինչ եմ ասում։ Դա ձեր իրավունքն է, ձեր կարծիքն է։ Բայց մենք մեր ճանապարհից չենք շեղվելու։ Եվս մեկ անգամ ուզում եմ նշեմ, այդ որ 30 տարի ձեր ինքնասիրությունը ոտնահարել են։ Այդ որ Սաշիկը գալի 7 հարգանի քֆուները տալիս էր Երևանի կենտրոնում կաֆեներում, ձեր մերն ու քրերը չէին կարող մտենք, ամտեղ անցնում էին, ծպտուն չէիք հանում։ Դուք այդ ինքնասիրության հարց չէր։ Այդ որ հայ ժողովրդին տան Արցախում կոտորին 30 տարի։ Այդ մարդիկ ինքնասիրություն չունեին։ Ու ինչ-որ բան է, ընդդիմության ղեկավարների ինչ չգիտեմ ինչ։ Ընտանիքի անդամ։ Լավ եմ արել։ Սիրուշայի անով կամ Քոչյանի մյուս Հարսյանով ինչ իրավունք ունի ապօրինի գույք լինի։ Թո չլներ, թո բերի այդ ապօրինի գույքը տա հայ ժողովրդին, ասի հայ ժողովուրդ, ներողություն եմ խնդրում, սա այստեղ ինձ ոչ իման չասեք, ես կապ չունեմ։ Այդ ժամանակ կարաք դուք ինձ ասեք, Խեսիան ինչ-որ մի հատ գնահատական տվե կամ ինքնասիրություն։ Ռոբերտ Քոչյանը ինքնասիրություն ունի, սայդի պիջը։ Կամ այդ Մաշտա Թրաստն ինքնասիրություն ունեն, որ պետության դեմ են գործում։ Facebook-ի քութիկ են աշխատում։ Չուն ինքնասիրությունից են խոսում ընտանիք։ Ես նորից եմ նշել, մեր պայքարում մեր ումանուկ չենք նայելու։ Հայ ժողովրդին, որ տարիներ շարունակ ստարկացել կոտորել են, ոչ մեկին չեն հարցել, ինքնասիրությունը ոտնահարվում է թե չէ։ Եթե ձեր դուխը չի երիքում, ծպտուն հանեք բան ասեք, այդ ուրիշ բան։ Բայց դες կարծիքներ եք հայտնում։ Բան անում, լավ եմ անում։ Վիրավորել եմ, եթե ինչ-որ մեկը վիրավորվել է, չնայած նորից եմ ինքնասիրություն չունեն, լավ եմ արել, ավելի դաժան ձևով եմ անելու։ Դուք լսեք, հələ տեղյակ չեք ինչա կատարվելու։ Մենք մեր ճանապարհից չենք շեղվում։ Եվ նորից եմ նշում, ցանկացած ազդեցություն ծնելու է հակազդեցություն։ Դուք ձեր կյանքի ամենամեծ սխալը թույլ տվեցիք։ Եկաք ինձ հետևիցս խփեցիք, տենց մտածում եք ինչ բան է փոխվելու, ավելի վատ է ձեր համար լինելու, թե ես ինչ-որ գծեր կար չէի անցնում, արդեն այդ գծերը չկա, ասում եմ արա, Ռոբերտ Քոչյանի ճտեր Քոչյանի գլխավորությամբ, ձեր տան էյքերին տանեք, ժավելով լողցնեք, սաղիդ գցելու եմ Զիբիլյանոց Սոյտաշնի, պորնիկի ծնունդներ, հիմա ասում եմ արդեն, ձեր տան պուտանկեքին եմ պատասխանելու, բանակից թրած տղեկին,
Բա ինքնասիրությունից եք խոսում, բա գնացեք ասեք լրփի տեղա խիա տեղ այդ բանակից, ումից է լավը, խիա փող տվե բանակից ազատվե։ Բա ի՞նչ եք ասում, արա։ Ինչ վախում եք։ Մենք չենք վախում։ Ու նորից եմ նշում սիրելի հայրենակիցներ, մի հատ էլ ինչ-որ կարդացի մեկը գրել է ինձ ծեծի են, ինձ ոչ մեկ չի կրել ծեծի ենթարկի։ Հələ իր մոր համապատասխան տեղից չեն քաշեն հանե այդ անզորությունը, որ կարողանա ինձ ծեծի ենթարկի։ Ինձ հետևիցս սուկայի պես, պորնիկի տղու պես էշմացնցի այդ զիբիլը։ Այդ էլ գիտենք ով է։ Բաժանված մի հատ ինչ-որ մորետա ապրում աղբոր հետ, մի հատ լրփի տղա, պորնիկի չափ խփե փախել է սուկայի պես։ Ծեծի, ինձ ոչ մեկ նորից եմ ասում, չի կարա ծեծի։ Բայց այդ Մոսկվա թռածներին, այդ զակաշիկներին, ասում եմ արա, ձեր աղջիկերքին կյանիքին հարցներին, տանեք հանձնեք քիմակրման։ Մոսկվայի կենտրոնում եմ անելու, ինչ որ պետք է անեմ, պուտանքի տղեկ։ Այմա արդեն, չէ՞ դուք ինքնասիրություն չունեք, բայց ձեր ինքնասիրությունը ոտնահարում եմ, իմ ջեբն է ձեր ինքնասիրությունը, անաղված քրդիշներ։ Ուղղակի սիրելի հայրենակիցներ չեմ ուզում էթիկայի նորմերը խախտեմ, անցնեմ քֆուրի։ Այնքան քֆուր կտամ, կքաքեք տակներ հետ։ Լրփի տղեկ։ Դե արամ, հեսա որ դեպքի այդ մասնակիցները ձերբակալվեն, այդ հայտնի ինդիմադիր մեդիաները, ովքեր սնվում են հենց այդ Քոչարյանի ու Սերժի փողերով, մենք գիտենք այդ քանակը, այդ կալոդը ինչ մեծ մասշտաբի է, մի քանի հոգի կային, այտենց գողական լրագրողներ են իբրև թե այտենց յանում իրանք իգական սեր ներկայացուցիչ, բայց գողական լրագրողներին ուրախանում այտենց ստատուսներ էին գրում, կտենանք հեսա որ կասեն այդ բռնվողները միայնակ մորներ պահում, մոր աչքի առաջ, բանը ասպա բոլորը քնած էին, տանեցիները երեխաները բանում հարևանի երեխաները քնած էին, սկսեն հայտարարել եւ սիրելի հայրենակիցներ շարաշահելով ձեր համբերությունը այս պահին դիտենք այդ դրվագը, որ բավական մեծ է տեսանյութը, մոտ 20 րոպեանոց է, մենք մի քիչ մոնտաժել ենք, արդեն սխմել ենք, որպեսզի տեղավորվի մեր եթերաժամանակում, դիտենք այդ հատվածը եւ վերադառնանք։ Դե ինչ ան այսպիսի տեսան էր տեղի ունեցել, ինչպես է մենք տեսանք հետևից մոտենում եւ լկտի ավարի հարվածում Արամին,
սիրելի հայրենակիցներ, եւ արամ ուզում եմ անդրադառնալ, որ նաեւ Ղարաբաղցիներ կային, ովքեր ուրախացել էին ինչ որ այդ Ղարաբաղի կուտոկը, որը մենք ամեն անգամ անդրադառնում ենք, այդ կուտոկը թայֆեն էր ուրախացել։ Նաեւ երբ որ տեսնում էին, ասենք քո մեքենան տեղաշարժում էր, ինչ որ սկսում էին ուրախացած դες գրմռալ, նաեւ փորձում են ինչ որ խոչընդոտել երթևեկությանը, բայց իհարկե համապատասխան իրանք պատասխանը ստանում են իրանք բերաններին միանգամից եւ անպատասխան իրանք չեն կարող ճողոպրել։ Շնորհակալ եմ Արտուր, ես մի շատ կարևոր հանգամանքի ցանկանամ անդառնալ, տեսեք սիրելի հայրենակիցներ, տարիներ շարունակ մենք ապրել ենք մի իրավիճակում, երբ ռուսական հատուկ ծառայությունները ուղղակի հայ ժողովրդին տրամադրել են Թուրքիայի դեմ, որ թշնամիներ էինք, մենք, չգիտեմ, մի մոռացեք ձեզ կոտորել են, ցեղասպանությունը տեղ ունեցել, ցեղասպանությունը ոչ մեկս չենք մոռանում, մենք միշտ պահանջատել ենք, բայց պետքա սա շատ կարևոր քաղաքական կոմպոնենտ ունի իր մեջ, որովհետև սիրելի հայրենակիցներ, տեսեք, ես Թուրքիայում եւս եղել եմ ամիսներ առաջ, նաեւ շատ մեր հայրենակիցներ այնտեղ եղել են եւ իշտ է շատ կարևոր, որ այս ռուսական այս կողմը, որ մեզ անդադ տրամադրել է թուրքերի դեմ, չգիտես ինչու, այս ամեն ինչը կատարվում է, կա ռուսական հետք։ Այսինքն հիմա մենք պետք է հասկանանք, մեր թշնամին ով է իրականում։ Թուրքիան թե Ռուսաստանը, այդ ռուս էլիտան ես նկատի ունեմ, ռուս ժողովուրդը մեր եղբայրական ժողովուրդն է։ Որովհետև տեսեք, այս լրբի տղեկին Ռուսաստանն է այնտեղ թեյվութիկունք տվել, բա հետախուզման մեջ են, չի հանձնում Հայաստանին։ Չէ, Ռուսաստանից թե կիլերներ են վարձում, զակազներ են տալի։ Բա մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց ո՞նց է դա տենց լինում։ Դա մեկ, երկրորդը Արցախի հետ կապված, բայց Արցախից ո՞նց ռուս խաղապանները հենան թողին գնացին։ Հիմա ինչ որ այնտեղ դիմակավորված կհիշեք են տեսանյութը, որ Նիկոլ Փաշինյանին սպառնում։ Այդ Ռուսաստանում է չէ՞ նկարացած ամեն ինչը։ Այդ իրանց խաղաղությամբ է, չէ՞ հատուկ ծառայությունների։ Այս հիբրիդային պատերազմը, այս ամեն ինչը։ Բասում էին մեր թշնամին թուրքն է։ Այդ խի թուրքը ընդհանրապես իր համար իր գործերով է զբաղված։ Մեր ճակերտավոր բարեկամը դաշնակիցը մեր դեմ նման գործունեություն է ծավալում։ Այս պատահական է, հա։ Դա մեկ, երկրորդը Արցախի հետ կապված մենք տեսանք ինչ տեղ ունեցավ, Արցախը ոնց հանձնեցին ուղակի հենց ռուս խաղապանները եւ այդ Արցախի այդ սփխեչի ուլերի հետ միասին այդ ղեկավար կազմը որ կար գնացին Շահրամանյան բան այդ գնացին ստորագրեցին պետություն լուծարեցին բայց ինչ վերաբերում է այդ նորից եմ նշում Արցախի ժողովուրդը տուժող ժողովուրդը մեր նույն հայ ժողովուրդն է ինձ բազմիցս անգամ գրում են աջակցում են մեր արցախցի այն սովորական խեղճ ժողովուրդը որ 30 տարի թանել են այդ ժողովրդին բայց այս գրողները սա այդ թայֆն է այդ վերնախավն է Ղարաբաղի այդ ներողություն արտահայտությունները այդ կեղտերի այդ վիժվածքների ուրախցել էին շուտ ոգևորվել էին արա ձեր շիրիմների մասին մտածեք հորական պապական որ զուգանա դարը թողե շամպես փախել եք ինձ ինչ եկե հետևիցս մտ պորնիկի տղա խփե փախելա շամպես ոգևորվել եք տղայեք հելեք դեմս արա 24 ժամ հասանելի եմ անգամ ասել եմ խնդիր կա Հայաստանից դուրս կարանք հանդիպենք որտե չասեք իապաները կգան կձերբակալ են այս կան այն կան ուզում եք Վիետնամում հանդիպենք արա սերներդ փոխ եմ տեղում լրբի տղեկ այ դուք էդ եք ես որ ասում եմ Արտուր սրանք 30 տարի այս քոչանասեջական թայֆեն ինչ արել չէ 30 տարի հայա կոտոր է Հայաստանում վար օրինակ չէ ինձ հարվածողը այդ լրբի տղեն հայա չէ ազգությամբ Էշմիածնի բնակիչ հայ կյանքում ոչ տեսել եմ ոչ ճանաչում եմ շուտ կիլերություն է անում մատ լրբի տղու զակազով ասենք մատ պորնիկի մատ պուտանկի տղու բա հայ չեն Արտուր բացրանք ինչ հայ մենք էլ թուրք ենք ասում բան են անում ինչ Թուրքիա գնում ենք աղոացով են դիմավորում ինչից եք խոսում ինչ եք չէ իրանք խոսում են թուրքերը հեսա կյամ են կոտորելու են թուրքը դուք եք արա այ վիժվածքներ ռուսի քութիկներ Facebook ճատեր դե տեսակ կիլերություն եք անում ինչ որ մարդ եք գրգում արա Ռուսաստանից նստած զանգում եք բա պատմեմ որ ձեր կյանքին տանում եք Facebook-ի ձեր շեֆերի մոտ ինչ ծառայություն են մատուցում այդ պորնիկի տղեկ
Ու հիմա ինձ ասում են մարդկանց մի վիրավորի, ոչ չվիրավորում։ Տանես դեմը կանց հերոսով խոսում, շանտաղուպես գալի հետից խփում փախնում են արա։ Ընկնում եմ գետնի վրա խփում քիթից ջարդում են։ Բատես դուխով տղայք սպասեիք մի րոպե, 2 րոպե։ Որներից հետ կպոկեինք։ Շակալի պես հելակ փախակ։ 2 ժամ հետո սահման են անցել, սրանց ահու սարսափը նայել։ Այ դուք էդ եք արա։ Որ ասում փրշտամ կքաքեք տակները, այդ դրա համար եմ ասում։ Որ Շինգավիթ համայնքից 2 ժամ հետո սահմանը արդեն Վրաստանի անցել է վախուց։ Բան գնաց է թե հաշվել է։ Ուր պետք է ինձնից փախնես դու այ պորնիկի ծնունդ։ Ուր պետք է փախնես։ Ուղղակի սիրելի հայրենակիցներ, քանի որ նախաքննությունը դեռ չի ավարտվել, չեմ ուզում ես խանգարեմ նախաքննական մարմնին, մանրամասն գիտեմ ով է զանգ է, ում է ասե, ոնց է եղել, ամեն ինչ տեղյակ եմ։ Անգամ գիտեմ որ Հայաստանից ով է սրանց զանգ է ասե, Արամեից ինչ տեղից դուրս եկավ, այդ ամեն ինչից տեղյակ ենք։ Սաղիթ հարցերը լուծելու եմ։ Բայց նորից եմ նշում, անուններ չեմ տալի, քանի որ նախաքննությունը կավարտվի, արդեն որ չխանգարեմ նախաքննական մարմնին, Մոսկվայի կենտրոնում Ասունտա Մադրե ռեստորանում կհավաքվենք, այդ ձեր կյանքին կբերենք այնտեղ, ու մենք կգանք, այդտեղ գիտեք ինչ ալնելու։ Արամ եւ օրերս Հայաստանում տեղի ունեցավ Ռուսաստանի օրը նշեցին եւ ներկա էր ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ հենց նույն այդ Ղարաբաղի կլանը ասում էր որ տեսեք Ռուսաստանի օրն են նշում Հայաստանի, բա Ռուսաստանին բան են ասում եւ ինձ տեսանյութ ուղարկեցին, որ 2023 թվականին ինչպես Ղարաբաղցիք են ասում բլոկադայի մեջ, այնտեղ հղի կանայք են վատանում ընկնում, մեծ շուկով, մեծ տոնախմբություն էր կազմակերպված ի պատիվ Ռուսաստանի Դաշնության եւ այնտեղ ադրբեջանական պարեր էին միացրել պարում այդտեղ Բայաթի Շիրազ էին դրել, թե չգիտեմ, էլ ինչ էին բանը, մուղամներ էին կանչում այդտեղ ու բանը, բայց որ այդպես սոված կոտորվում էին, բայց ոնց էին պարում այդպես ոտի վրա կանգնած, ոնց են նշում ռուսի, թե դուրներն եկել է ռուսի կաբլուկի տակ բանի, որ ասում են հեսա մեզի ռուսը պասպորտ է տալու, մենք դառնալու ենք Ռուսաստանի բանը գուբերնիա, Ղարաբաղը մեզ ինչն է սա պետք Հայաստանը։ Երբ որ լքում էին արդեն Ղարաբաղը, ասում ասում Խանկենդի, ասում դե միշտ ձերն ա եղել, Հայաստանը մեզ պետք չի, գնում ենք Ռուսաստան։ Едете? Степанакерт. Ханкянды. Хакенди. А куда направляетесь? Русастан. Мне Ереван не нужен. В Россию едете? Да, конечно. А почему уезжаете? Давно живете в Ханкянде? Я жил, да. Больной человек, я не боевик. Все, надо ехать в Русастан, все. Мне не нужно. Это азербайджанская земля, я это знаю. А кто вам сказал уехать? Наши, все, уезжайте, все. Ваши кто? Ваши так называемые руководители? Да, конечно. Сказали, нужно покинуть Карабах. Я знаю одно слово. Эта земля была азербайджанская, все. Смотрите, а остаться здесь не вариант? Азербайджан же предлагает защиту прав. Азербайджана надо уважать и вместе жить. И все. Я азербайджанский народ люблю. Я не честно говорю. Все, это говорю. Не вернетесь? Нет, все, Все, в Россию, да? Да, все, Ереван не люблю. Այդ են շներն հիմա փախել է Ռուսաստանի Դաշնությունում, այդպես ելույթ են ունենում։ Կամ այդ նույն իրավապահները հաստատեցին, որ այդ Նիկոլ Փաշինյանի դեմ այդ մահափորձ կազմակերպողը հենց մեկը Ղարաբաղցի էր, ով գտնում է Ռուսաստանի Դաշնությունում։ Կամ այդ Ղարաբաղցի ընտանիքը, որը Նիկոլ Փաշինյանը երբ Մոսկվայում էր, գնացել էր ասում էր իմ խոխոցը ուզում եմ նկարեմ ձեզի ցույց տամ, որ դուք եք հանձնե հայրենիքը։ Արտուր, մենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես մարդ, որպես գործիչ, որ համարում ենք, որ մեր ապագան դա Եվրոմիությունն է, եւ մենք համարում ենք, որ մեր բարեկամ երկիրը դա Ֆրանսիան է, ոչ թե այս Ռուսաստանը, բացահայտում ենք եւ այս բացահայտման արդյունքում որ ասենք խրխրում են, sense ծանր են տանում
Եվ մի այտենց ծանր տարեք, հանգստացեք, դեռ չեք գիտակցում ինչա կատարվելու, ինչ անակնկալներ կան, ինչ վերաբերվում է ձեր նշած այդ նրանց գործունեությանը Ռուսաստանի դաշտում, նաև այդ Ղարաբաղցիների հետ կապված, մենք բազմիցս նշել ենք, մեր գնահատականը տվել ենք նաև Նիկոլ Փաշինյանի վրա, երբ հարձակվեցին են երկու հատ լակոտը եկեղեցում, մենք միշտ այդ գնահատականը տվել ենք։ Ինչ վերաբերվում է ընդհանուր առմամբ, ես նշեմ, որ բնականաբար մենք այսօր պատմական մի շատ կարևորագույն փուլում ենք, երբ պետություն լինելու կամ չլինելու խնդիր է դրված Արտուր։ Այսինքն հասարակական այն 30 տարի հասարակության ուղեղների այն լվացումը, որ տեղի է ունեցել, այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ մարկանց ներկայացնի, այդ մարկանց աչքերը բացի, թե իրականում ինչ ազդեցության տակ են եղել 30 տարի եւ իրականում Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն երբ գաղութացել են այդ 30 տարում, ինչի համար են գաղութացել, այդպես որպես գուբերնիա, ինչ աշխարհաքաղաքական շահերի համար են օգտագործել հենց ռուսական կողմը։ Եվ եթե մենք դիտարկենք կոնֆլիկտաբանության տեսանկյունից Արցախի հարցը, Ղարաբաղյան շարժումը, չէ, այս ամեն ինչը պատահական չի եղել Արտուր, եւ սա ունեցել է իր խորքային պատճառները եւ բենեֆիցիարները, իսկ ամենակարևոր ամենաառաջնային բենեֆիցիարը դա Ռուսաստանի Դաշնությունն է, որի մասին որ մենք հիմա բարձրաձայնում ենք, նշում ենք եւ ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության տոնին կամ մենք շատ նորմալ ենք վերաբերվում մեր թղթիվյա մեր ռազմավարական դաշնակիցն է, գործընկերն է, ՀԱՏՄ անդամ ենք, պետք է նրանց շահերը եւս մենք հաշվի առնում ենք, բայց չգիտես ինչու Հայաստանի Հանրապետության շահերը նրանք հաշվի չեն առնում եւ այսօր եւս մեկ անգամ փաստում ենք, որ հանցագործ կատարած անձինք վազում են միանգամից Ռուսաստանի Դաշնություն, որտեղ որ այդպես զակազը որտեղից որ եկել է։ Սա պատահական չի եւ մենք ամեն ինչ անում ենք, որ այդ մարկանց արտահանձնեն Հայաստանի Հանրապետություն, իսկ եթե նրանց չարտահանձնեն Հայաստանի Հանրապետություն, թող այդ ժամանակ արդեն Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երբ կպատրաստվի օրինակ գա Հայաստան, մենք նրանց կդիմավորենք եւ ամբողջ աշխարհով մեկ խայտարակ կանենք, կներկայացնենք, որ սրանք ուղղակի տերորիզմ, քաղաքական տերորիզմ հովանավորող, ահաբեկություն հովանավորող պետություն են այլևս դարձել եւ նորից եմ նշում, ամեն ինչ անում ենք, որ այդ մարկանց ուղղակի բերենք իրավական դաշտ, նրանք պետք է հայտնվեն քրեակատորական հիմնարկներում եւ այնտեղից դուրս չգան, որովհետեւ նրանք վտանգ են ներկայացնում մեր հասարակությանը եւ ոչ միայն հասարակությանը, այլ նաեւ մեր բնությանը, մարդկությանը։ Սրանք ուղղակի ոչնչություններ են քաղաքական այդ չեմ ուզում վիրավորական բառեր ասեմ կամ սեռական բնույթի, սրանք ուղղակի ոչ մեկ են։ Եվ այս ոչ մեկներին պետք է իրենց տեղը ցույց տանք։ Եվ Քոչարյան Ռոբերտ եւ եկեղեցի, նաեւ եկեղեցու մատը եւս այստեղ խառն է, Մոսկվայի հայկական եկեղեցու, այդ ընդեի ծայրապետն ով է։ Ոտդ որից հետ պոկելու եմ։ Ծայրապետ, դու սպասի։ Եվ այդ ասուտա մադրեում այն աղբորդ բջինել կբերես, այն խաթունա խա, ես իմ ինչ եմ որ ասում է, բան չունեմ, աղջիկ չունեմ, երեխա չունեմ։ Կաբրենք կտենանք։ Եվ եւս մեկ անգամ սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն եմ հայտնում ձեզ աջակցության համար, որ մեր կողքին եք։ Մենք եւս այս ամեն ինչը բարձր ենք գնահատում, ուզում եմ նշեմ, որ մենք պայքարից չենք հրաժարվելու, ընդհակառակը ավելի պարտավորեցնող է այս ամեն ինչը, որ ճիշտ թիրախին ենք հարվածում եւ եւս մեկ անգամ վերջում Ռոբերտ Քոչարյանին, Սերժիկ Սարգսյանին, նրանց թայֆի այդ գլոբալ առումով, այդ քրեաօլիգարխիկ ռեժիմի այդ տականքներին մի բան եմ ուզում ասեմ։ Կապրենք կտենանք, ում մերնա տղա բերե, վիժվածքներ։ Դուք դուրս եկեք հայի դեմ, հայը ձեզ ոչնչացնելու է, ու ոչ միայն ձեզ։ Ձեր մեր ու մանուկով բջերով պատրաստվեք, որ կանգնելու եք արդար դատարանի առաջ, հայ ժողովրդի դատաստանի առաջ։ Դուք հայի արուն եք ծծե։ Ու եւս մեկ անգամ ուզում եմ նշեմ սիրելի հայրենակիցներ, սրանք ինքնասիրություն չունեն, որ մենք նրանց ինքնասիրությունը վիրավորենք կամ ինչ-որ ընտանիքի անդամներին։ Նրանք են իրենց ընտանիքի անդամներին բերել սարքի հանցագործ, ապօրինի ունեցվածք դիզե, հայի արունը ծծե, այս ծծողները։
սպասեք հայի դատաստանին եւ կանգնելու եք արդար դատանի առաջ։ Հայ ժողովուրդը ձեզ հանգիստ չի թողելու։ Իսկ մենք այդ պայքարում լինելու ենք առաջամարտիկ։ Դե ինչ Արամ, առաջարկում եմ այս գեղեցիկ նոտայի վրա այս հրատապ եթերը ավարտենք։ Շնորհակալություն ձեզ ելի հայրենակիցներ, որ մեզ աջակցում եք, պետք է խնդրեմ եթերի վերջում անպայման բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը, ինչպես նաև լայքեք եւ կիսվեք, որպեսզի թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս դիտեն մեր հաղորդումները։ Ձեզ հետ ձեր սիրելի քաղաքագետ Արամ Ավետիսյանն է, ես Արթուրն եմ, մենք հետևողական ենք լինելու բոլոր իրադարձություններին, թե ամառային արձակուրդների ժամանակ, թե արդեն աշնանային ազգային ժողովի նիստերի ժամանակ ուղիղ եթերներով ենք ներկայացնելու, ինչպես նաև մեր բացահայտումները շարունակելու ենք թե Երևանում, թե մարզերում եւ ինչու՞ չէ նաև Հայաստանի սահմաններից դուրս, մենք շարունակելու ենք մեր պայքարը, դե ինչ այսքան ենք նախատեսել։ Բարի եւ խաղաղ գիշեր ենք մաղթում ձեզ եւ թող որ բոլոր լուրերը միայն բարի լինեն։